Նորածինի դեղնախտ։ Դեղնախտը հիվանդություն չէ, այլ արյան բիլիրուբինի բարձր մակարդակի ախտանիշ է։ Բիլիրուբինը դեղին գունանյութ է, որը արտադրվում է օրգանիզմում էրիթրոցիտների քայքայման ժամանակ։ Այն բնականաբար մշակվում է լյարդի կողմից, ապա դուրս է բերվում կղանքով և միզով։ Բիլիրուբինի մակարդակը բարձրանում է, երբ այն ավելի արագ է արտադրվում, քան դուրս է բերվում։ Օրինակ, եթե երեխան քիչ է արտաթորում, ապա բիլիրուբինը դուրս չի գալիս և դրա պատճառով բարձրանում է։ Բոլոր նորածինների մոտ ծնվելուց հետո առաջին 3-5 օրերին արյան բիլիրուբինի մակարդակը բարձրանում է, և մոտ 80% նորածինների մոտ նկատվում է տեսանելի դեղնախտ, որը սովորաբար անցնում է 7 օրականում։ Ցածր մակարդակի դեպքում բիլիրուբինը վտանգավոր չէ։ Բարդություններ առաջանում են միայն այն փոքրիկների մոտ, որոնց բիլիրուբինի մակարդակը շատ բարձր է և հասնում է վտանգավոր մակարդակի։ Եթե այն դառնում է չափազանց բարձր, դա կարող է ազդել ուղեղի վրա և առաջացնել նյարդաբանական խանգարումներ, որոնք կոչվում են սուր բիլիրուբինային էնցեֆալոպաթիա։ Ժամանակին բուժման դեպքում այս խանգարումները հետադարձելի են։ Կարմիր ազդանշաններ և դեղնախտի դեպքում պետք է դիմել բժշկի։ Առաջինն, դեղին գույնը նկատելի է արմունկների, ծնկների կամ ավելի ցածր, ձեռքերի և ոտքերի շրջանում դառնում է ավելի վառ, այսինքն գույնը փոխվում է այդպիսի կիտրոնադեղինից դեպի նարնջագույն կամ դեղնաշագանակագույն, կամ եթե աչքերի սպիտակուցները և կոպերը դեղին տեսք ունեն։ Երկրորդը, ձեր երեխայի ջերմաստիճանը 38 աստիճանից բարձր է։ Երրորդը, առաջացել են որևէ դժվարություններ կրծքով կերակրման, ծծելու կամ կուլ տալու հետ կապված։ Չորրորդը, նորածինը քնում է 5-6 ժամից ավելի անընդմեջ և դժվարությամբ է արթնանում նույնիսկ ուտելու համար։ Հինգերորդը, երեխան նյարդայնացած է, նրան դժվար է հանգստացնել, լացը շատ ուժեղ կամ սուր է։ Եթե բժիշկը կասկածի բիլիրուբինի բարձր մակարդակ, նա կառաջարկի այն չափել։ Սկզբնական փուլում դա կարելի է անել մաշկի միջով չափման մեթոդով, բիլիթեստի միջոցով։ Եթե ցուցանիշները գերազանցում են 250-ը, պարտադիր է արյան անալիզ հանձնել։ Սովորաբար բարձր մակարդակի դեպքում իրականացվում է լուսաբուժություն, որի արդյունքում հնարավոր է արագ իջեցնել բիլիրուբինը մինչև անվտանգ մակարդակ։